Մեքենա է պայթել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Օհանով փողոցում։ Ըստ ականատեսների պայթյունը եղել է մի քանի անգամ, որին հաջորդել է հրդեհը։ 33-ամյա քաղաքացու Ford Fusion մակնիշի ավտոմեքենայում այրվել է հեղուկ գազի բալոնը։ 21 TV News-ի տեղեկություններով վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դիլիջանում հայտնաբերվել եւ ձերբակալվել են հուլիսի 18-ին Երևանում Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող երկու հետախուզվողներ։ Միջադեպը տեղի էր ունեցել Մուրացան 109 հասցեում, հնչել էին կրակոցներ, 20-ամյա երիտասարդը մահացել էր, 15-ամյա երիտասարդը վիրավորվել։ Ըստ տեղեկությունների հնչել էին 30-ից ավելի կրակոցներ։ Ավելի ուշ պարզվել էր, որ ձերբակալվածներից մեկը ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ Արմեն Հակոբյանի եղբայրն է Գուրգեն Հակոբյանը։ Նրան Կալել էին քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով եւ կալանավորելու միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ռոսել Խոզնաձորն արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը մի շարք ձեռնարկություններում ստուգումներից հետո։ Հուլիսի 14-ից 21-ն անցկացված ստուգումների ընթացքում հաստատվել է վարակված գլխաքանակից կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար, պնդել է գերատեսչությունը։ Մեջբերում հաստատվել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության համար երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքերը, չնայած հայրենական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման մասին Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկինում տրամադրված հավաստիացումներին մեջբերման ավարտը։ Իրանի Ահվազ քաղաքին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել, եւս 5-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բենդեր Աբասին հասցված հարվածի հետևանքով 2 մարդ հետ ուժել հայտնել է իր գործակալությունը։ Հաղորդվում է նաեւ, որ պայթյուններ են հնչել իրանական Ֆիրուզաբադ, Թեֆտ, Խորեմաբադ, Ջասկ, Օմիդիե եւ Էնդիմեշկ քաղաքներում, Հոնդաբա շրջանում եւ Քեշբ կղզում։ Տուժածների մասին չի նշվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել առևտրային կանոնների խստացման մասին։ Նոր սակագներն ուժի մեջ են մտնում հուլիսի 24-ից եւ վերաբերում են 60 երկրների ապրանքներին։ Բացի Ռուսաստանի Դաշնությունից եւ Ղազախստանից ցուցակում են նաեւ Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եվրոպական միության երկրները։ Վաշինգտոնում հայտարարել են, որ այդ երկրները իբր վատ են հետևում ապրանքների արտադրության մեջ հարկադիր աշխատանքի օգտագործման արգելքին։ Այն բեռների համար, որոնք արդեն ճանապարհին են, նախատեսված է փոքր հետաձգում մինչև հուլիսի 28-ը։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղներ են առաջացել, կաթվածահար է եղել երթևեկությունը, մեքենաները փորձում են ջրային հոսքերի միջով երթևեկել։ Հնդկաստանի Գուջարաթ նահանգում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով շրջանը հայտնվել է աղետալի իրավիճակում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են շենքի ավտոկայանատեղիում տասնյակ մեքենաներ հայտնվել ջրի տակ։ Տարածաշրջանում տեղումներն աննախադեպ բնույթ են կրել։ Ումբերգաոն քաղաքում 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1.5 անգամի չափ տեղումներ։ Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ամբողջ քաղաքը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են անվտանգ վայրեր։